Ես ուզում եմ վկայեմ իմ հոգով մկրտվելը, որովհետև հենց Պենտեկոստեի օրն եմ ես մկրտվի հոգով։ Ու ես հեսա կպատմում կտեսնեք էլի Աստծո հզոր ձեռքը, որ Աստծո համար անհնարին ոչ մի բան չկա ու Տերը աշխատում է մշտապես ամեն մի մարդու սրտի վրա, ուր էլ այդ անձնավորությունը գտնվի, որտեղ էլ լինի, Աստված աշխատում է, ուղղակի մեզ պետք է որպեսզի համագործակցենք, ընդունենք Աստծո աշխատանքը, տեսնենք Աստծո հզոր ձեռքը, հավատանք իր որդուն Հիսուս Քրիստոսին, որովհետև մենք Աստված իր հոգին տալիս է մեզ, երբ որ մեր մեջը ճշմարտության խոսքն է բնակվում։ Այսինքն Աստծո հոգին չի գալիս մեր վրա, մեր լավ, ասենք, պահվածքի, մեր լավ գործերի, մեր բարի լինելու դրա հիմքի վրա չի գալիս։ Աստծո հոգին գալիս է մեր վրա Աստծո ճշմարտության խոսքի հիմքի վրա։ Այսինքն, եթե մենք Աստծո ճշմարտության խոսքը մեր մեջը չենք պահում, եթե Աստծո ճշմարտության խոսքը մեր մեջը չի բնակվում, Աստծո հոգին մեր վրա չի գա։ Այսինքն մկրտություն տեղի չի ունենա։ Ամեն ինչ գալիս է, երբ որ մենք բռնվում ենք Աստծո խոսքից, մենք ցանկանում ենք, մենք հետևում ենք, մենք փնտրում ենք, մենք խնդրում ենք, որովհետև Տեր Հիսուսն ասում է, եթե միթե Աստված ասում օծ կտա, եթե հաց խնդրեք, միթե ասենք քար կտա, եթե իր հոգին ուզեք, չէ, Աստծո հոգին երբ որ ուզում եք, խնդրում եք, Աստված տալիս է։ Բայց պետք է, որպեսզի մենք մեր ամբողջ սրտով խնդրենք, այսինքն ցանկանանք հենց Աստծուն, իրան Քրիստոսին, իր որդուն։ Ես երբ որ Աստծո խոսքը լսեցի, այստեղ Կարելիայում աշխատում էի, քարիցեխի աշխատում, ես ընդհանրապես եկեղեցի չեմ գնացել, շփվել եմ մի եղբորի հետ, մի եղբայր է մեր հետ աշխատող, Սուրեն եղբայրն է, Փարտիրոջ է իր համար, ես միշտ հիշում եմ ու աղոթում եմ, տոտեր օրտնա Սուրեն եղբորը։ Սուրեն եղբորը հետ եմ ելել, մեկ-մեկ Սուրենն է խոսացել խոսքից, այդպես Քրիստոսից, բայց ես ապրել եմ ոնց որ անհավատ կյանքով եմ ապրել ու մի պահ եկավ, որ մի քիչ հետ եմ, ես գնացի Հայաստան ամուսնանալու ու երբ որ ես ամուսնացա Գայանեի հետ, Գայանեն հետը նոր կտակարան բերեց ու ես շատ եմ ցանկացել Աստվածաշունչ ունենամ, բայց միշտ ին մոտ էսպիսի բան այլ է, որ պիտի ինձ նվեր տաներ, չեմ ուզեց այդ գիրքը ոնց որ ինչ-որ գումարով առնեմ։ Մենք շատ բաների վրա գումար ենք ծախսում, բայց այն ինչը որ պետք է մեզ, դրա վրա չենք ծախսում։ Իրականում Աստծո խոսքը դա Աստվածաշունչ ամենակարևոր բանն է, որ մենք պիտի ունենանք մեր կյանքում, ու դրա վրա ասենք շատ գումար էլ պետք չէ ծախսել։ Մեզ պետք է ձեռք բերել։ Ու իմ մոտ էսպիսի բաներ, որ պիտի նվեր տան։ Չեմ անում, ինչի էր այդպես։ Ու ինձ Պետրազավոսկից ոնց որ մի մարդու նվերին տված, ինքն էլ բերեց երկու հատ տված, մեկը հայերեն իրան պահեց, ռուսերեն ինձ տվեց։ Ու այդ ռուսերենը ես սկսեցի կարդալ ու բան չեմ հասկանում։ Երբ որ գնացա Հայաստան ամուսնացա Գայանեի հետ, Գայանեն մի հատ կինս, ես նոր կտակարան բերեց հաստ, ասես մեծ տառերով գրած, հենց բերեց, ես վերցրեցի, սկսեցի կարդալ, ամենավերջից սկսեցի կարդալ հայտնությունից։ Իմ համար շատ հետաքրքիր էր, էլի, ինչ ալնելու վերջին օրերում, որովհետև միշտ ես մտածում, էլի, կարդամ, տեսնեմ, էլի, ինչ ալնում։ Ու երբ որ ես հայտնությունից կարդացի, եկա հայտնության վերջի գլխից մինչև առաջի գլուխը եկա, ու իմ մոտ այսպեսի ես վախի մեջ, այսպես վախ իմ մոտ առաջացավ, ոչ թե սարսափ, այլ վախ, Աստծո վախ եկավ, ես սկսեցի վախենալ իմ վիճակից, որ ես գտնվում եմ մի վիճակում, որ ես արժանի եմ դժողքի կրակին, որ պիտի բոլորով եթան այնտեղ, որ սատանան է լինելու, որովհետև մեղքի կյանքով են ապրում։ Ու իմ մոտ այսպեսի ես դեռ, քանի որ այդ ընթացքում չէի շփվում հավատացյալների հետ, մեկը չկար, որ ինձ ասեր, ընկեր, ընդունիր Հիսուս Քրիստոսին, դավանիր իրան, հետևիր Հիսուսին, դա է ճանապարհը։ Ու ես այսպես իմ մեջը այսպես անհանգստություն կար, միշտ բան անում, ու այդ տարի ոնց որ պիտի գայի էլի գնացել ամուսնացել եմ, այդ տարի մացել եմ, պիտի գամ էլի Ռուսաստան աշխատելու, ընտանիքը մնում անտեղ, երբ որ էլա գալու Սուրենն հետս եկավ, մեկ էլ մի հատ ուրիշ եղբոր բերեց հետը, երկու հոգով։ Հիմա սա աղճամփեն էս եղբայրը Հիսուս, սենց բան եմ էլի ասում եմ, ես ինչքան կարելի է Հիսուս ասել, էլի,
Սաղ ճամփեն Հիսուս, ինչ լում Հիսուս։ Սուրեն այդքան չէր ասում։ Եկանք ասանք տեղ ոնց որ չեմ ուզում այսպես շատ եմ այս մասին պատմել, ոնց որ այստեղ ես սկսեցի ավելի շատ փնտրել Աստծուն ու մտա ինտերնետի մեջը, գրեցի Աստծո մասին, այսպես գրեցի Աստծո մասին ու մի հատ քարոզի չեկավ, քարոզի անունն այսպես էր. ընտրել Աստծուն։ Ինքան հետաքրքիր էր, Պավել եղբայրն էր։ Ու այդ քարոզը 2 ժամից ավել քարոզ էր, ես 2 օր եմ լսացի, կեսը մի օր լսացի, կեսը մի օր լսացի։ Երբ որ ես լսեցի այդ քարոզը, իմ ներսը սկսեց վառվել։ Ես զգում եմ։ Ես մի օր լսացի, իմ ներսը ոնց որ ես զգում եմ, մի բան շարժվեց։ Երկրորդ օրը գնացի էլի դրեցի կեսն էլ լսացի, այդտեղ շատ հետաքրքիր խոսք էր մի քանի հատ ասավ եղբայրը, որ ես շատ եմ տպավորվել։ Ասավ մենք կյանքում շատ բաներ ենք անում, կարանք ասենք աղքատին օգնենք, կարանք ինչ որ կարիքավորին հասնենք, ինչ որ շատ բաներ կարանք անենք, որոնք բարի բաներ են։ Ու մենք մտածենք, որ դա ճանապարհ է ու մենք դրանով ոնց որ Աստծո առջև փրկություն կգտնենք, բայց եղբայրն ասավ, դա այդպես չէ, գրված է, որ Հիսուս Քրիստոսն ասաց. ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Այսինքն, եթե դա Հիսուս Քրիստոսը չի, մենք չենք կարող դեպի Աստված ճանապարհ գտնել։ Ու իմ համար շատ այսպես նորություն էր, որովհետեւ մինչեւ այդ ես ինչ որ մի հատ լավ բան անում, մտածում էի, լավ է, Աստված ոնց որ էսի կեթամ դրախտ, ոնց որ ինչ որ լավ բան եմ արել, գործ կա։ Բայց երբ որ ես այդ խոսքը լսեցի, ես հավատացի։ Իմ համար դա նորություն էր ու իմ համար տպավորվավ այդ խոսքը, ու հետո եղբայրը այսպես խոսեց գնաց ու մետեղ մի հատ բան ասավ, որը իմ ներսը կրակ վառեց։ Այսինքն կրակը վառում էր, բայց իմ ներսն ավելի վառվավ կրակը, ասավ, երբ որ երկաթը կարմրում է, երկաթը, երբ որ դնում են կրակի մեջը, երկաթը կարմրում է, դա ասավ երկաթից չէ, այլ կրակից է, որ կրակը վառվում է ու երկաթը կարմրում է, ու այդ խոսքերը իմ ներսում իրականացավ, ժողովուրդ, ես վկայում եմ այս մասին, ես իմ ներսը զգացի, ոնց իմ ներսը կրակ վառվեց։ Ու երբ որ ես դուրս եկա, այդ քարոզը պրծավ, ես դուրս եկա տնից, նայում եմ իմ համար ամեն ինչ այսպես հիանալի, բնությունը, ծառները, այսպես ամեն բան իմ ներսի հետ խոսում է, Աստծո արարչագործությունը իմ ներսի հետ խոսում է։ Ես ամեն ինչի մեջ տեսնում եմ իմ Փրկչին, Հիսուս Քրիստոսին։ Ես ընդունել եմ Տիրոջը, ես ընդունեցի Տիրոջը, ես աղոթք արեցի, ես ընդունեցի Հիսուս Քրիստոսին ու ես դավանեցի Հիսուսին որպես իմ Տեր եւ իմ Փրկիչ ու ես սկսեցի այդ ուրախությունը ապրել։ Դրանից հետո իմ ներսն եկավ ուրախություն, բայց նայեք ինչ կատարվավ։ Ոնց որ ասենք ինչ որ մի հատ բառ է ասում, որը ասենք այսպես անվայել բառեր է ասում, այսպես ասեմ, իմ ներսից այդ ուրախությունն նետում էր։ Ու ես սկսեցի աղոթել, ես եթե մի ծնկի գալիս, աղոթում էի Տիրոջը, լավ չէ երկարացնեմ, անցավ 1 ամիս, երբ որ ես Տիրոջը ընդունել եմ, մայիսի 1-ն էր, անցավ 1 ամիս, եկավ հունիսի 3-ը, հունիսի 3-ին մտա ինտերնետի մեջը, էլի ասի տենամ ինչ որ բան լսամ Աստծո մասին, ու մի հատ քարոզ գտա, մի հատ գրուպա մտա, որ մի հատ եղբայր կար այդ գրուպին սարքեր էր ու քարոզներ էր տնում, Դերեկ Պրինսի քարոզը, որ այդ քարոզի անունն էր Մկրտություն Սուրբ Հոգու մեջ, Սուրբ Հոգով, Մկրտություն Սուրբ Հոգով։ Ու ես սկսեցի լսալ, ես չէի լսել Սուրբ Հոգու մասին, ես եկեղեցի չէի գնացել, ես հավատացյալների հետ այդպես sense չէի շփվել, ինձ խոսք չէին ասած, բայց ես Սուրենի հետ մի քիչ շփվել ու խոսքն էի լսածը քարոզի միջոցով Տիրոջը ընդունել էի։ Հիմա երբ որ այդ խոսքը քարոզը սկսեցի լսել, այդ եղբայրը սկսեց գործ կառաքելոցից, ոնց է Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին եկե, դրանից հետո էլի ցույց տվեց շատ տեղեր ու իմ համար այսպես ես լսում եմ այդ քարոզը, ճիշտն ասած ինքը վիդեո էր, ես իրան սարքերեի աուդիո, բան MP3-ի սարքը ու նաուշնիկներով պարկերը լսում եմ, հեռախոսի մեջ նիքցել, լսում որ ոչ ոք չխանգարը որովհետև մեծ աղբերս չէր ընդունում, այդ սեյնակի մեջ էր ինքն էլ, ասի տնեմ, այսպես ոնց որ գախնի լսեմ էլի, որ չիմանամ, որ լսում եմ։ Ու
Երբ որ ես լսեցի, եկանք, հասանք վերջում, այս Դերեկ Պրինսը ասավ, ոնց որ ինքը հրավիրեց այդ ոնց որ դահլիճի հովիվներին, ասենք, ովքեր հին հավատացել են, ասավ ելեք բարձրացեք դահլիճը իմ համար, հիմա բոլորի համար սկսեք աղոթել, ու ես մի հատ աղոթք եմ անելու, ու իմ հետ այդ աղոթքը կրկնեցեք, ու եղբայրն էսպես ասավ, որ միշտ անգամ ինչքան էս աղոթն արել ենք, միշտ հելերը, ինչ որ բան կատարվեր է, այնպես չէ որ այսպես արել ենք, անց է գնացեր է, ու այդ եղբայրը այս բառերը որ ասում էր, իմ ներսին կպնում էր, ես զգում եմ ոնց որ ներսով եմ այդ ամեն ինչն ընդունում։ Ու երբ որ եղբայրը այդտենց ելան բեմը սաղով սկսեցին աղոթել, լեզուներով աղոթում էին, եղբայրն այսպեսի մի հատ աղոթք արավ։ Ու լավ կլինի սաղովը լանենք, հետո կանենք։ Հայտնության մեջ մի տեղ կա, որ Տեր Հիսուսն ասում է, ով որ ուզի կյանքի ջուրը, ես ձրի կտամ իրան, ով որ ուզի կյանքի ջուրը, ոնց որ այդտեղը տոշնիկ կարելի է կարդալ, ես ձրի իրան կտամ կյանքի ջուրը, ու այդ եղբայրն ասավ, հիմա աղոթք ենք անում, մետ աղոթեցեք, ասեք Տեր Հիսուս, ասացի Տեր Հիսուս, ու կամաց եմ ասում, այսպես որ աղբերս չլսա կաղաս, պատկերացնում եք, չէ՞։ Տեր Հիսուս, տուր ինձ այդ ջուրը, որ դու ձրի տալիս ես, ասացի Տեր Հիսուս, տուր ինձ այդ ջուրը, որ դու ձրի տալիս ես, ամեն քեզանից ուզողին, այսպես ասավ, ես էլ ասա, ամեն քեզանից ուզողին, ու այդ եղբայրն ասավ, դե ձեր բերանը բաց արեք ու խմեք։ Ես այսպես արի։ Ժողովուրդ չեք հավատում։ Ես հենց որ իմ բերանը բաց արեցի, այսպես այդ զորությունը, ես այսպես գլխիցս իջավ, կարելի ասել, այսպես ես նմանեցնում եմ 100,000 վոլտ հոսանքի։ Այսպես լրիվ գտնվում ես դու ինչ-որ մի հատ զորության մեջ, անպատկերացնելի ուժի մեջ, այսպես անպատկերացնելի։ Ու այդ զորությունն այսպես իջավ մինչև ոտքերից ծերես, այս լրիվ ամբողջովին ինձ վերցրեց, ես չեմ կարող շնչեմ, այնքան ուժեղ է այդ զորությունը։ Այդպիսի բան իմ կյանքում չել է, ես պատկերացում չեմ ունեցել դրա մասին, ու ես չեմ տեսել նման բան։ Ընդհանրապես ոչ էլ լսել եմ այդպիսի բանի մասին։ Ու երբ որ այդ զորությունն եկավ, ես այդ նախքան այդ եղբայրն ասավ, եթե ձեր կողքը մարդիկ կան, ովքեր չեն հասկանա, ովքեր անհավատ են, լավ կլինի առանձնանաք, որովհետև զորությունը կարող է ուժեղ լինի, իրանք չհասկանան ձեզ, դե չեմ պատկերացնում ինչի մասին է խոսում։ Եթե ես պարկած լսում եմ։ Երբ որ այդ զորությունն եկավ, ես այդ ժամանակ հասկացա ինչ է, էլա շուշուտ տապկեքս հակավ ազատուսը, անտառակողը, Եսպես արցունքները աչքերիցս եթում է ժողովուրդ, աչքերիցս եթում արցունքները ասես գլուր, ու այդ զորությունը, ասես զորության մեջ եմ, ասես շատ ուժեղ զորություն է, ու մի բան եմ ես այդ պահին, մի բան ես ապրա ներքուստ։ Իմ միջից մի հատ բան դուրս եկավ, որը շատ բացասական էր, ու ես հասկացա, որ այդ բացասական ուժը, որ ինձանից դուրս եկավ, ես իրան չեմ կյանքում ոնց որ իմ ուժերով ես չէի կարա իրան դուրս անել։ Ես նմանեցնում եմ միշտ ասում եմ, ոնց որ իմ մեջից մի հատ դինոզավր դուրս եկավ։ Պատկերացրեք այդ կարգի ինքը շատ մեծ ուժեր ու ես շատ փոքր էի իրանը։ Բայց երբ որ այդ զորությունը եկավ իմ մեջը, ես զգացի ոնց այդ ուժը ինձանից դուրս գնաց։ Այսինքն Տերը ու այդ պահին, երբ որ ես ընդունեցի Տիրոջը, Տիրոջ հոգին եկավ իմ վրա, իմ մեջը, ես Տիրոջ ողորմությունը, Տիրոջ սերը սկսեցի ապրել։ Իմ մեջը այսպես մի բան այսպես ոնց ասեմ, մի 180 աստիճան ֆռած մի բան։ Ու ես սենց արցունքները աչքերիցս եթում դուրս ելավ, գնացի տան հետևը, սենց ծնկի եմ եկել ու ասում եմ Տեր Հիսուս, այսպես լաց եմ ելնում, մեկ ոնց որ տեսավ, տեսից, նայում այնով ասեն, բանել է, չոքած ընդ ինչ անում, էլա ասի կայնի թամեյան չտենան էլի բան անեմ, ու տենց լաց լինելով եթում եմ անտառի մեջ է, եղբայրն ասում է, տենց նաուշնիկներն անկաժներս է։ Ասում, եթե լեզուները գալիս, աղոթեցեք, մի բան արեք, աղոթեք, եթե լեզուները գալիս, ինչ գալիս է ձեր լեզվին, աղոթեցեք, որովհետև գործկառաքելոցի մեջ է, սա Արսենը որ խոսա, այդ տեղերը երևի ցույց կտա, որ երբ որ Սուրբ Հոգով մկրտվում էին, իրանք լեզուներով էին սկսում խոսալ, տարբեր լեզուներով էին խոսում, ու ոնց որ այդ լեզուների խոսալը ինքը ցույց էր տալիս, որ իրանք ընդունում են Սուրբ Հոգին, ինքը նշան է լեզուների խոսալը, նաև դառը, ինքը դառը ոնց է այր,
պարգև է, որ եկեղեցում լեզուները ինքը ոնց որ պարգև է, որ կարող են խոսան, թարգմանության պարգևներ են լինում, որ թարգմանում են նույնիսկ։ Հիմա երբ որ եղբայրն այդպես ասավ, ես սկսեցի բան անել, այսպես, չեմ անում, ճապոներեն ես եմ ինչերի խոսում, ճապոներեն բառերի արտաբերում, բայց իմ համար ամենատպավորիչներն էր, որ իմ ներսը ես Տիրոջն էի ապրում, իմ աչքերից արցունքներ էր գնում, ես լացի, ես գիտեք ոնց է լացել, ես ձենով էի լացել, ես պրոստը ասես աչերը դեմ է, ես ձենով մեկ լացի ելնում, որովհետև իմ մեջը ես ընդունեցի մեկին, ես լսել եմ, որ Տերը իմ համար մահացել է, ինքը չարչարվերը, խաչի վրա մահացել է, իմ մեղքերը իր վրա վերցրել է, բայց երբ որ ես ընդունեցի Տիրոջ հոգին, երբ որ ես մկրտվեցի, ես սկսեցի ապրել այդ փաստը։ Այդ փաստը իմ համար դարձավ շատ իրական։ Ու միտեղ Տերն ասում է իրականության հոգին, ճշմարտության հոգին, երբ որ գա, ինձանից կվերցնի ու ձեզ կսովորեցնի։ Այսինքն, երբ որ հոգին գալիս է, այն ժամանակ ենք մենք հասկանում Տերը ինչ արել իրականում խաչի վրա։ Մենք կարանք շատ բան լսանք Տիրոջ մասին, շատ բան ասենք, կարանք սովորենք, բայց եթե Սուրբ Հոգին մեր վրա չկա, մենք չենք կարող դրա իրականությունը իմանանք։ Դա մեր համար կլինի ուսմուն, կլինի ինչ-որ վարդապետություն։ Դրա համար ժողովուրդ մեզ պետք է, որպեսզի մենք մեր սրտերը բաց անենք, մենք դատարկվենք ամեն ինչից, գանք Տիրոջը, մենք պիտի հավատանք, որ միակ իրականությունը, ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է, ու մեր շուրթերը բաց անենք, շատ կարևոր է շուրթերը, որպեսզի մենք մեր շուրթերը բաց անենք ու դավանենք Հիսուսին որպես Տեր։ Երբ որ մենք ասում ենք Հիսուսին Տեր, այդ ժամանակ ինչ որ բանից մենք ազատագրվում ենք, հավատացեք։ Անհավատ մարդիկ, ովքեր չեն ճանաչում Հիսուսին, իրանք կյանքում չեն ասի Հիսուսին Տեր, չեն ասի, չեն կարող ասել։ Ես էլ այնքան եմ խոսացել, լսացած, որոձի չեն հակառակվում, բայց չեն կարող ասել Հիսուսին Տեր։ Բայց մեկ անգամ, երբ որ ասում ես Տեր, քո մոտից ինչ որ բանից ազատագրվում ես, հավատացեք։ Ինչ որ բան, որը քեզ պահում է դրանից, ինքը եթում է քեզանից։ Ու այդ պահող բանը ինքը բացասական բան է, ինքը Ադամի հետ կապված ինչ որ դիվային բան է, ժողովուրդ։ Դրա համար Փառք Տիրոջը Հիսուս Քրիստոսի համար, որ մեր համար մահացել է խաչի վրա, մեր մեղքերը իր վրա վերցրել է ու Աստված իր Սուրբ Հոգին դնում է մեր մեջը, որպեսզի մենք կանչենք Աբա Հայր, որպեսզի մենք դավանենք, որ Աստված մեր հայրն է, Փառք Հիսուսին։